Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցության երկրորդ տեխնատուն եւս չընտրվեց։ Իրինա Յոլյանին կողմեր քվեարկել 38 դեմ 63 падգամավոր։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը պաշտոնում նոր տեխնատու չառաջադրեց։ Խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ կառաջադրեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, իսկ Յոլյանի ընտրության հարցի քննարկումը սկսվել էր նախորդ նիստում։ Տասնյակ հարցերից հետո մեծ թվով падգամավորներ գրանցվեցին նաեւ ելույթների համար, սակայն դրանք գրեթե չէին վերաբերում հարցի քննությանը, այլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, թրիփին ու ազգային ժողովի ամբիոնից հնչած նախորդ ելույթներին։ Համաձայն ենք, չէ՞, բոլորս, որ հայ առաքելական եկեղեցու գլուխը պետք է լինի կոնսենսուսային կերպար։ Ինքնին այդ պաշտոնի նկարագրությունը դա է ենթադրում, անվան մեջ էլ կա ամենայն հայոց կաթողիկոս։ Վեհափառ հայրապետ, այդ մարդը, որի անունը չի կարելի տալ, անենց իրավիճակ է ստեղծել իր գործողություններով, որ իրան մի կերպ անվանես, մի մասնա սենց անում, մյուս կերպ անվանես, մյուս մասնա սենց անում, հասկանում ինքը դարձել է պարակտման խորհրդանիշ։ Հայաստան խմբակցության քարտուղարն անդրադառնալով թրիփ նախագծին կարծիք հայտնեց, թե այն չի լուծում Հայաստանի ապաշրջափակման խնդիրը։ Նրա բնորոշմամբ թրիփը միջանցք է, որի վրա հայկական ինքնիշխանությունը սահմանափակված է լինելու։ Թրիփի իրագործումն ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակման բաղադրիչ է, արձագանքեց Ռուբինյանը։ Պայմանավորվածությունը հետևյալն է, բացվում է եւ թրիփը, եւ մնացածը։ Օրինակ, երասխ, սադարակ, երկաթգիծը։ Ոնց որ մեր տարածքն է երկաթգծի համար բացվում Ադրբեջանի համար եւ ոչ միայն երկաթգծի։ Այնպես է իրանցը մեր համար։ Եվ բացի դրանից իրադարձությունները զարգացան այնպես, որ փաստացի հիմա մեր համար ապաշրջափակումը մասամբ ավելի շուտ է սկսել իրագործվել, քան Ադրբեջանի համար, որովհետեւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ մենք հիմա Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ երկաթուղային կապ ունենք։ Իդեպ, ուզում եմ նաև մեկ այլ բանի վրա ուշադրության հրավիրեմ ձեր, որ մենք հիմա Թուրքիայի տարածքով էլ Թուրքիայի եւ երրորդ երկրների հետ երկաթգծային կապ ունենք։ Արթուր Խաչատրյանը նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն անդրադարձավ, դրա պատճառները փնտրելով ոչ թե ապօրինի գույքի գործարքների, այլ քաղաքական հայտարարությունների մեջ։ Դատվում են եւ դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին։ Հիմա կասեք լավ, բա Ալիևը սրա հետ ինչ կապ ունի։ Հոդված 8 Կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասական ատելության, խտրականության, անհանդուրժողականության եւ այլն։ Սա այն թուղթն է, որը ստորագրել է նախաստորագրել են Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը։ Քանի հոգի է դատապարտվել Ադրբեջանում։ Իսկ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են Արցախ, ովքեր խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են։ Ոչ թե որտեվ ասել է Արցախ, հասկանում եք։ Ոչ թե որտեվ ասել է գերիները պետքա վերադառնան։ Տեսեք, նա ես ասում եմ, մեր գերիները պետքա վերադառնան։ Զգում եք, չէ՞ որ արծն չեկավ իմ հետևից։ Գիտեք ինչի չեկավ։ Որտեվ ես չեմ առել տարածք 40 միլիոն դրամով, որ հետո փոխանակել են պետական այլ նույն չափի տարածքի հետ եւ վաճառել 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Կամ որտեվ իմ 2-ամյա որդին միլիոնատեր չի հիմա։ Գուցե դրա համար արծն իմ հետևից չի գալիս, այլ ոչ նրա համար, որ ես չէի ասում գերիները պետքա վերադառնան։ Իդեպ միշտ ասել եմ, կամ այդ ինչ բան է, անդադ գալիս եք ասում եք, ով որ խոսում է գերիների վերադարձի մասին, սենց, մենք ենք ամեն օր խոսում։ Քոչարյանի մասին, բայց ոչ թե քրեական գործի, այլ հոկտեմբերի 27-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների համատեքստում խոսեց նաև Սասուն Միքայելյանը։ Պատմեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նրան բերեց Հայաստան, հետո իրեն խաղից հանեցին։ Հաջորդեց հոկտեմբերի 27-ը ազգային ժողովի սահմռկեցուցիչ տեսարաններով։ Մինչև իմ արյան հոտա գալիս, գնդակարվելա կառավարության նախագահան, ազգային ժողովի նախագահան երկու փոխոսնակներին։ Միրոյանին առաջացանել ես կողմից էր։ Ոստիկանների վրա են խփել ու բոլորին կոնտրոլնի գլխից խփել են։ Էդի ով կարա մոռանա։ Չկար նախագահ, չկար փոխխոսնակները, ազգային ժողովը չկար վարչապետ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում։ Ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր միակ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան։ Մենակ ինքը կարար։ Իրա դեպքում կարար գործել։ Եթե մեկ փոխխոսնակ էլ կենթանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովը նիստ կհրավիրվեր, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր ուղիների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական
Միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ հոկտեմբեր 27-ի իրադարձությունների համար։ Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ մի ամբողջ նարատիվներ եք կառուցում մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով, այո, դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է, մեծագույն ողբերգություն ա տեղի ունեցել, եւ դա հիմա որ եկել նկարագրում եք, այդ շղթան բերում եք հասցնում որտեղ։ Այն ժամանակ, երբ որ Սասուն Միքայելյանը այդ արտահայտությունը անում էր, դուք այդ ժամանակ մեր ցուցակում եք ու կարող եք ձեր անհամաձայնությունը այդ ժամանակ տեղից հայտնել ու դուրս գալ ցուցակից։ Եվ երկրորդ, ես ինչքան հիշում եմ, Տիկին Գրիգորյան, դուք ընդհանրապես պիտի այս խորհրդարանում չլինեիք, որովհետև 2021 թվականի ապրիլին ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը նորից դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այս խորհրդարանում չեմ լինի։ Հոկտեմբերի 27-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև օրակարգի մյուս հարցերի քննարկման ընթացքում։ Ագնես Ախամոյանը վերաբացեց թեման արձագանքելով Սասուն Միքայելյանի հայտարարություններին։ Էս ինչ ցուցակ է, պարոն Քոչարյան։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք։ Այդ ցուցակից գոնե մեկը նշանակվել, հա, չի նշանակվել, որովհետև Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մաքրել է ամբողջ պետական ապարատը Վազգեն Սարգսյանի կադրերից։ Եվ այո, Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պետք է իր թիմակիցները Հայաստանում իշխանություն ունենային, բայց չունեցան, փոխարենը Ղարաբաղյան կլանը եկավ ու Հայաստանում զավթեց իշխանությունը։ Իսկ այս հայտարարությունները հնչում էին կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում։ Արդարադատության նախարարը ներկայացրեց, առաջարկվում է փոփոխություն կատարել 3 նախարարությունների անվանումներում։ Ըստ այդմ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական եւ արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն, իսկ արտաքին գործերի նախարարությունը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնումը եւ միջազգային առևտրի ոլորտի զարգացումները պահանջում են, որ նախարարության գործառույթներն ու անվանումն ամբողջությամբ արտացոլեն նաև այդ ուղղությամբ իրականացվող քաղաքական առաջնահերթությունն ու կարևորությունը։ Փոփոխությամբ պայմանավորված առայժմ չեն նախատեսվում աշխատակազմերի ու բյուջեների փոփոխություններ։ Ի պատասխան падգամավորների հարցերի պարզաբանեց նախարարը։ Ընդդիմադիր падգամավորների կարծիքով խնդրահարույց է արտաքին գերատեսչության նոր անվան հնչողությունը։ Ըստ Մամիկոն Աստանյանի, համահունչ չեն արտաքին հարաբերություններն ու միջազգային առևտուրը։ Այս փոփոխությունները ձևական բնույթ չեն կրում եւ արտացոլում են մեր քաղաքականությունը, մեր առաջնահերթությունները։ Նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը առավելապես իր աշխատանքը նվիրել է կոնֆլիկտի հաղթահարմանը եւ կոնֆլիկտից բխող իրավիճակներում գործառույթների իրականացմանը։ Հիմա մենք կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս ենք, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ հաստատված խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս մտածել մեր երկրի կայուն խաղաղ զարգացման մասին։ Բովանդակային առումով, գործառույթային առումով ես որևէ ինչ-որ խնդիր չեմ տեսնում, զուտ պատկերացրեք հնչողության թեկուզ առումով արտաքին գործերի եւ կակոյնի բույց առևտրի։ Չէի ուզենա նսեմացնել միջազգային կամ արտաքին առևտրի դերը եւ համաձայն չեմ ձեր այն կարծիքի հետ, որ այդ անունը տալը կարող է նսեմացնել նախարարությունը, նախարարության անվանման եւ գործառույթի համատեքստում։ Քննարկում ծավալվեց նաև աշխատանքի եւ բարեկեցության նախարարության անվան շուրջ։ Արեգա Հովսեփյանին հետաքրքրում է, թե արդյոք սա նշանակում է փոփոխություն կառավարության այն ռազմավարության մեջ, ըստ որի աղքատությունը մարդկանց ուղեղներում է։ Բարեկեցության նախարարություն անվանելով նախարարությունը մարդիկ չեն հավակնում միանգամից դառնալ բարեկեցիկ, բայց սա նշանակում է, որ մենք փոխում ենք մեր շեշտադրումը, մենք խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության, այսինքն մենք զարգացնում ենք զբաղվածության հնարավորությունները, շուկան։ Ձեր նախընտրանքական կարևորագույն պլատֆորմներից մեկը, որը հայտարարել էր ձեր հիշեցնեմ, որ դուք դիրքավորվել եք որպես ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական ուժ եւ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջև այս պահը ոչ մեկը չի առաջարկել ձեր կողմից նախաձեռնվող սեքսի նախարարության ստեղծման մասին։ Ինչ կա չկա, պարոն Կարապետյան։ Ինչի համար եք դուք այդքան դիմադրում գյուղատնտեսության նախարարություն ունենալու։
Կամ մյուս հարցը, Սփյուռքի նախարարություն ինչի համար չունենանք։ Բարձրացված հարցերից ինձ մոտ տպավորություն է, որ շատերը բավարարվել են միայն նախագծի առաջին էջը կարդալով ու չեն թերթել փաթեթը, չեն տեսել, որ գործառույթների մեջ արվում են համապատասխան փոփոխություններ։ Քվեարկություն։ Սահմանադրական օրենք պարունակող նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր падգամավորների թվից ձայների 3/5-ը։ Նախագիծն ընդունվեց, իսկ ազգային ժողովը 20-օրյա նիստերից հետո ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքները։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։